Ծայրահեղ անվտանգության դեպքում Այաթոլլան որդին եւ այլ կրոնական ղեկավարներ ուղղակի պլան B-ի դեպքում կարողանան դուրս գալ երկրից։ Բայց վերադառնանք կրկին, քանի որ դեկտեմբերին այս կոռելացիաները եւ նախապատրաստությունները կային Վենեսուելայում, դեկտեմբերին զարմանալիորեն շատ ինտենսիվ էին դիսկուրսները Իրանում կատարվելիքի մասով։ Իհարկե սանկցիոն քաղաքականությունը Իրանի նկատմամբ եւ արժեզրկումը, որը փողոց հանեց եւ շուկայի աշխատակիցներին եւ գործարար եւ աշխատավորներին եւ անգամ ուսանողությանը, իհարկե դա հետևանք դարձավ, բայց բոլոր դեպքերում արտաքին պարամետրերի փոփոխության արդյունքում հնարավոր դարձավ Իրանում այն եւ դրա մասին դեռևս խոսվում էր անցած տարեվերջին ընդհանուր խոսքեր գնում Իսրայելի կողմից նոր հարձակումների մասին, եթե հետևել եք Նետանյահուի այցից հետո Վաշինգտոն այդ խոսակցությունները կային,